Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրությունը, որ այսօր օրվա առաջին կեսին տարածեցին իշխանական լրատվամիջոցները առանց ներկայացնելու, թե որտեղից է այն իրենց ձեռքում հայտնվել։ Դրանցում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին եւ հիշեցնում է, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարները տվել, որով մինչեւ հիմա տուն են պահում։ Ձայնագրության մեջ նաև կոպիտ ու հայոյախառն արտահայտություններ կան։ Մենացած սաղ ինտեսեսել եմ ժամ 6 արտիս հավակնինգը կարին սաղ ինքն է ձեզի տվել։ Ինյակ սաղ մինչև ինքներս կպայք Պրոբլեմ է, ես կանսին, բայց հետո նոր պրոբլեմ կունենա, եթե հանդարտակի դուք ձերը չպահեցիք։ Նախընտրական քարոզչության վերջին օրերին տարածված ձայնագրությունը ակտիվորեն նաև իշխանականներն էին տարածում, ինքը Ղուկասյանը ուղիղ չի հերկում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը։ Այսօր էլ ինչ են գցել։ Բանը քաղաքապետը հայոյանքով է խոսում։ Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր էնել չի դե, ուրեմն վրընդեք քաղաքի։ Հիմա իմ ռեյտինգը ավելի բարձրացրիք այդ գցելով, լավ իմացեք։ Չնայած հիմա ես ձեզանից ամենից սպասում եմ, որի ինչ ասես պիտի սարքեք, հիմա ո՞նց է կոչվում արհեստական բանականություն, չգիտեմ էլ ինչ են սարքել, բան, այսինքն կարող են Պուտինի համար ինչ որ մի բան սարքել։ Անկախ դիտորդական առաքելությունը հեռախոսազրույցում հանցակազմ է տեսնում, մասնավորապես ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով, որը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում։ Դիտորդները նաև դատախազություն են դիմել, արդյոք մտավախություն չունի, որ եւս մեկ քրեական վարույթ կհարուցվի իր դեմ։ Ղուկասյանն արդեն անցնում է ապօրինի հարստացման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործերով։ Վա, ինչ լավ է։ Դո դատախազություն է, ես սպասում եմ շարերը սրանց, ես ասում եմ Խիշենյանի մասին, իրանք դրա մասին չեն մտածում են սդից մտից բան։ Հիմա եթե նմանատիպ բան անեն, Անգարայի օրը կգնեն, զգուշ մնան։ Հիմա տեսեք Անգարան ինչ է։ Թող փորձեն ինչքան շուտ ինձ այդպիսի բան անեն, այնքան շուտ ժողովուրդը ոտքի կելնի եւ սիրուն իրանք կասեն մնաս բարով։ Դե թող սկսեն կտեսնեն։ Ամեն դեպքում ինքն է թե ոչ, հստակ պատասխան չտվեց։ Ես չգիտեմ հիմա դաժե ես եմ դե ես չեմ պետք է մի հատ ճշտենք ում է դվան ես նախ շատ վաղանցյալում է եղել դո աղջիկ ջան այդ ինչ մի բան է որ ես պրյամոյ ասում եմ պիտի դրանցից գիտեմ հրապարակված ձայնագրությունը իրար հերթ չտալով սկսեցին քննադատել ՔՊ-ականները նրանց թվում վարչապետի խոսնակը որն այս օրերին արձակուրդ է վերցրել ու ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական պայմանագրի թեկնածուի Քարոզ Արշավին։ Պահքի շրջանում բարեպաշտ Քրիստոնյային վայել բարձրակարգ բառապաշարը հին ու բարի 2000-ականների բարքերը վերհիշեցրեցին Գյումրիին։ Թվում էր նման քաղաքական մշակույթը մնացել է անցյալում, բայց արի ու տես կան մարդիկ, որ հայոյանքները, սպառնալիքներն այսօր էլ են ուզում վերադարձնել քաղաքական դաշտ։ Վաղը Գյումրիում Քարոզ Արշավի նախավերջին օրն է, նախատեսված է նաև թեկնածուների բանավեճը հանրայինի եթերում, բայց առայժմ հստակ չէ, բոլորինը թեկնածուները կմասնակցեն, թե ոչ, Վարդան Ղուկասյանն ասաց, ինքը չի մասնակցի։